Պարոն Հավակիմյան, վաղը կմեկնարկի Գյումրու ավագանու ընտրությունները, մինչ այդ կխնդրեմ ձեր դիտարկումները ներկայացնել, այսօր լռության օր է, քարոզություն չկա, բայց արդյոք կառավարչական նպատակներով ինչ-որ խախտումներ արձանագրել եք, թե ոչ այս պայմանությամբ եւ նաեւ անդրական ցուցակներ կխնդրեմ անդրադառնաք։ Ես կարող եմ իմանալ, որ ընտրությունների նախապատրաստման փուլը քվեարկության նախապատրաստման, որտեղ ընտրությունները շուտ է մեկնարկել, իրական վաղը տեղանունը ընդհանրապես քվեարկություն է, ընտրությունների, ասենք, կուլմինացիան ամենաեզրափակիչ փուլը։ Կարող եմ ասել, որ նորմալ է անցել, որովհետև այն թերությունները, որ ընթացքում նկատվել են, մեծ մասամբ իրենք եղել են թերություններ, որոնք որ շտկել էին, այսինքն շտկվել է։ Ինչ կարգի թերություններ եղել։ Զուտ ամենատարածվածը մեր բացասական իներցիան որ այս պաստառների հետ կապված, այսինքն ամենուրեք պաստառ փակցնելու, որքան ուզում ես կոչ արա, պահանջի, հանի, արգելված վայրերում պաստառներ։ Հանում են ինչ-որ մեկը գիշերը, անում ասենք այդ սյունի վրա, չգիտեմ, պաստառը փակցնում։ Ասենք, չգիտեմ, որևէ, գիտեք, որ դա թիմ համայնքի պարտականությունն է մաքրել, չնախատեսված է, բայց Հայաստանում այդպիսի թիմ համայնք, որը կհասցնի քարոզարշավի ժամանակ սյուներին փակցել, որ կհասցնի ռեսուրս ունենա հետևից մաքրի, ես չեմ։ Իսկ բոլոր տեխնացուները օգտվել են դրանից, այդ հնարավորությունից գովազդային վահանակների վրա։ Չէ, այնտեղ տեսեք, գովազդային վահանակների 5 քառակուսի մետր գերազանցող վահանակների 5 քառակուսի մետր գերազանցող վահանակների համար դիմել էին 9 մասնակիցներից միայն 8-ը, եթե չեմ սխալվում, կոմունիստական կուսակցության թափը չէ, հայտ չէ։ Պարտան Ղուկասյանին, այսինքն։ Եվ մեկ քաղաքականուշ 98 վահանակից ընդամենը 7-ի համար էր հայտ ներկայացրել, բայց 7-ը հաստորեն դա վիճականությունից հետո է։ Մենք այս ինչ որ ասում ենք, մենք վիճականությունից հետո ենք նկատել այդ հանգամանքը։ Պարզվեց, որ 7-ից 4-ի համար 8 հայտ կար, այսինքն իրենց հայտը եւ եւս 3 կուսակցություն եւ մյուս 3-ի համար կար 7 հայտ, այսինքն հասկացաք ինչ, այսինքն ու վիճակահանությամբ այնպես էր ստացել, որ տվյալ քաղաքական ուժին, այսինքն ոնց որ մի տեղում մեկը 2-ի էր եղել, ոնց որ իրավիճակը, մի տեղում մեկը 2-ից էլ քիչ, բայց արդյունքում իրեն ոչ մի բան վիճականություն չէ։ Որ ես այդ հարցը մեր մասնագետների դա վիճականություն ասում, դե հենց վիճականություն բառ նաև վաղ։ Դա որ քաղաքական ուժն է, որ չի ունեցել։ Չէ, այսօր քարոզարշավը։ Լավ, պարոն Հավակիմյան, այսօր հրապարակվեց։ Այս խնդիրն եմ ասում, որ այդ խնդիրը կար, բայց տվյալ դեպքում մինչև 5 քառակուսի մետրը գիտեք, որ դա քաղաքական ուժերը ազատ են ընդամենը։ Այսինքն քաղաքական ուժերից մեկը վիճակականության արդյունքում զրկվել է այդ վիճակականության չի ունեցել գովազդային վահանակ, չի հասկացա։ Բոլոր քաղաքական ուժերը, բոլոր վահանակների համար դիմեն, ամենամեծ համար ցանկանին է, որ ոչ թե այսինքն 7 հատ ընտրեն, որում իրենց մտածելով, ասենք, այս որտեվ այդ երևի չեմ։ Չէ, ես ճիշտ հասկացա։ Համամասնությամբ չգիտեմ ոնց է եղել, բայց այդ վիճակականության արդյունքում ինչ որ մեկը չի ունեցել։ Հա, ոչ մի հատ չի ունեցել։ Հա, 7 հատի համար է դիմել, որը որ վիճականությունը այնպես է եղել, որ իրեն բաժին չի ասել։ Այդ 7-ից ոչ մեկը չի եղել իրեն։ Հասկացա։ Վիճականությամբ իրեն բաժին չի ասել, որտեվ այդ բոլոր եթե դա մար, օրինակ ես ասում ազգային ժողովից առաջ, շատ առաջ մենք փորձենք կուսակցությունների ներկայացուցիչներին օրինակ հրավիրել ու մի բան գոնե իրենց սովորացնել, որ ցանկալի է, որպեսզի բոլոր վահանակների համար իրենք հայտ ներկայացնեն։ Հասկացաք ինչ է, եթե բոլորը ներկայացնեն, համամասնությամբ աշխատում, այսինքն այլ այդ խնդիրը, որ այս մեկը մեկին բաժին են կամ մյուսը մեկին բաժին, չի լինում, այսինքն համակարգը արդեն համամասնակ ու բաժանի։ Համար ոչ թե 7 հատի համար, այլ 98 հատի համար էլ հայտ ներկայացրեք։ Ով է ձեզ ստիպել, որ դուք միայն 7-ի համար ներկայացնեք։ Դուք իրավունք ունեք 98-ի համար էլ հայտ ներկայացնեք։ Եթե այդ 8-ն էլ 98-ի համար հայտ ներկայացրած լինի, բաժանեք 8-ի կտեսնեք թե ինչքան անում, այսինքն կամ 9 ներկայացրած ունեին, այսինքն համամասնորեն հասկացա։